Ալավաստան շախուստերին հարգել արա։ Կանքի եք արժանի արա։ Եթե դու ինձ չասեիր, թե ինչա պատահել Արամի պապայի հետ, մենք ոչ իմանալու էինք իրան որտեղ փնտրեինք, ոչ էլ մինչև վերջ հասկանալու էինք, թե ինչա կատարվում։ Այնքան վախեցած էի այդ պահին, որ չգիտեի ուղղակի ոնց օգնեմ իրան կանգնել էր, ինձ նայում էի ու չգիտեի ինչ անեի։ Դե հա պատկերացնում դու մենակ ինչ պիտի անեի։ Հույս ունեմ, որ վատ բան չի պատահել իր հետ։ Բայց տենց էլ չասեցիր, մեր տուն ինչի էր եկել, հո բան չի եղել։ Չգիտեմ ոնց ասեմ, մեր մի հարց կար, որ ինձ հանգիստ չէր տալիս, դրա համար էլ եկա, որ խոսեմ Սոսի հետ։ Իսկ ավելի կոնկրետ։ Դե պապան իր հետ խոսել էր ու շատ տարօրինակ էր դարձել, անհանգիստ էի, դրա համար էլ որոշեցի խոսեմ։ Այսինքն։ Հա, մեր այդ խոսակցությունից հետո պապայի վիճակը շատ էր վատացել ու բացի այդ էլ Սոսը ուզում էր Հենրիին վնասել, գիտես։ Լուրջ։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Դե իհարկե լավ կլինես, ուրիշի երջանկության հաշվին։ Սխալ արտահայտություններ ես անում։ Ինչը որ ձեր ականջին հաճելի չի, դա դեռ չի նշանակում, որ ես սխալ եմ խոսում։ Փաստը մեկն է, որ ընկերուհիդ գողացել է ամուսնուս։ Խոսքը մեր մեջ ուղղակի իրար չհասկացանք։ Ծեծ կրտուկ սարքեցիք փողոցում։ Մենք էլ չհասկացանք ոնց հասանք դրան։ Չէ, լուրջ բան չկա, ու իրար փորձ էինք թափելու։ Այսինքն այն, ինչ տեղի ունեցել, լուրջ բան չեք համարում։ Չէ, մորաքրոջ տղաներ ենք, լուրջ բան չկա։ Հարգելիս, ասում եմ պահի տակ իրար չհասկացանք այդքան բան։ Հիմա ուր գնանք հենտո պապի։ Արա ես գիտեմ, որ քեզ ասեմ ուր գնանք է։ Համտեղիս եմ մանգալի համել տորանս։ Լավ, հիմա որ ուղղությամբ ասեք, տենց կքշեմ, խնդիր չկա։ Որ ուշքդ վրետ լիներ, կիմանայինք ուր ենք գնում։ Գործիդ անունն ինչ էր, որ ընկերոջը տեր չեղար, արա։ Ախր հենտո պապի ջան, դու լավ գիտես, Հենրին բարդ բնավորություն ունի, որ մտքին մի բանա դնում, էլ դեմը առնել չի լինում։ Բացա սարքեն ինձ փողոցի մեջ տեղի չացնել է։ Այդ ինչ եղա, որ քեզ թողեց ու գնաց։ Հեռախոսին զանգ եկավ ու Մի րոպե։ Ալո։ Ասա։ Ի՞։ Լավ, անցի գործի դու։ բան ա եղել։ Իսկ քարը։ Այստեղ են ասել էլի։ Հեր ու տղա արկածներ են ման գալիս միշտ։ Իհարկե պտուղը ծառից հեռու չի լինի։ Դեպի լնգերդ ոստիկանություն անգել։ Չի։ Վայ Հենրի։ Վեցի ջան, ավելի լավ է գնաս, որովհետև ես չեմ ուզում երախու ներկայությամբ մենք տհաճ խոսակցություն ունենանք։ Ըստ քեզ դու այնքան բարի սիրտ ունես, որ հանուն երախու զսպում ես քեզ։ Դու հավատում ես քո ասածներին։ Գնա էլի։ Իսկ քեզ ինչ է թվում, որ դու ես երախու մասին մտածում։ Ջոն, դու գնալստի ես հեսա կմիանամ քեզ, հա։ Ինձ թվում է պետք չի երախու մոտ sense բաներ խոսալ։ Նայի, ես ուզում եմ երեխեն քեզ ճանաչի։ Իմանա ում պատճառով է Հենրին մեր ընտանիքից միշտ բացակայում, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ֆիզիկապես ինքը մեր կողքին է։ Բեցի մտածի խոսալուց առաջ։ Ավելի լավ է լռի ու գնա երեխու մոտ։ Ես անելու եմ ամեն բան, որ Հենրին միշտ լինի մեր կողքը։ Ու այդ սերն ու ջերմությունը մենք մեր երեխուն ենք տալու։
Հավատա, ես մենակ ուրախ կլինեմ ձեր համար։ Ու հա, ես ուզում եմ մեր երեխեն իմանա ընտանիքի արժեքը, սիրել ու հարգել սովորի։ Մի բան մենակ չեմ հասկանում, դու այդ ամեն ինչը քո ընտանիքում չես ստացել։ Ես իմ ընտանիքում մարդ եմ մեծացել։ Բեցի ջան, արի չքննարկենք բաներ, որոնք քեզ չեն վերաբերում։ Գնա։ Չէ, արի դու մի լարվի, հա, ես ուզում եմ քեզ մի հատ բարի խորհուրդ տամ, Անգելինա։ Մեր ընտանիքը քանդելու, փչացնելու փոխարեն, ամուսնուց գողանալու փոխարեն, գնա գտի կենսաբանական ծնողների։ Այ այդ հարցով կարաս դիմես Հենրիին։ Ինքը քեզ վստահ եմ կօգնի։ Կօգնի, որ բացահայտեք գաղտնիքը։ Գիտես ինչ։ Կամ դու դուրս կգաս, կամ ես քեզ կօգնեմ, որ դու դուրս գաս։ Չէ, ավելի լավ է դու քեզ խնայես, ես արդեն գնում եմ։ Բայց ոնց որ ընկերուհիդ լավ չի, կարաս ուշքի բերես։ Ջոն, արի գնում ենք։ Արի, գնացինք։ Անգել հանգստացի։ Ինքն այդքան չկա, որ դու սենց նեղվես իրա պատճառով։ Խնդրում եմ հանգստացի։ Բայց դու լսեցիր ինչ ասեց մեր։ Հա լսեցի։ Ու այդ հիմարին մեծ սիրով դուրս կշպրտեի։ Ուղղակի բախտը բերեց երեխեն հետներ։ Դու հասկանում ես, որ Հենրին իմ կյանքն է իր հետ քննարկել։ Բայց ես չեմ կարծում, թե Հաստացի ինքը ինձ խորհուրդ էր տալիս, որ ես իմ ծնողներին գտնեմ, ու ես այդ պահին չէի կարողանում իրան ասել, որ ես ծնող ունեմ մեր, հասկանում ես։ Շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ։ Ինչ արեցի, որ
Դե օգնեցիք ստեղ մտնել ու պարզել են ինչ ինձ այսքան ժամանակ հանգիստ չէր տալիս։ Լուսամուտնեցի։ Օգնեցիք հետ կանգնել սխալ ճանապարհից։ Երևի պետք չէր Սոսի ասածներից այդքան ոգևորվել։ Իմ երեխան մահացած է։ Արխիվի թղթերը էլի մի անգամ դրա մասին էին խոսում։ Լավ։ Ինչ անենք սրան։ Կարանք վերջնական սատկացնենք, տանենք լեշնը ու դե գործունենք։ Տեսակ ասեմ։ Միքայել Շախունցն է։ Ինձ էլ հենց դու ես պետք։ Ես եմ պետք, թե լակոտդ։ Ուր է Սոսը։ Եթե ուզում ես երկրորդ անգամ փրկես, կամ նույնիսկ երրորդ անգամ, ուրեմն ուշադիր լսի իմ պայմանները։ Դու իմ առաջ պայման չդնես։ Ոնց ասես։ Վերցրու գրողը քեզ տանի։ 1 2 3 4 Բան ունես ավելացնելու։ Ասա պայմանդ։ Սրան երկրից կհանես, կտանես ու այս անգամ անվերադարձ։ Չի ենթարկվի։ Այդ արդեն քո խնդիրն է, կհանես երկրից, ողջ ու առողջ կստանաս։ Չես հանի, չես էլ հասցնի հրաժեշտ տալ։ Չտաս։ Իսկ ես քեզ չեմ վախացնում։ Չնայած, եթե քեզ պետք չի։ Չնայած ումա պետք միշտ մտածել եմ, որ սա ոչ մեկի պետք չի։ Հարց չկա։ Ուր եմ գալիս։ Պապիջան դու ես դուրս եկել հիվանդանոցից։ Այդ տղայի մասին մտածողը ինչ գայր ասես թե։ Պաստորային սենց բանի համար հա ցրեցիր գլխից էլ։ Ոչինչ ալել ջան։ Թող մարդա մեկը աստուն փառք տա, որ այսօր չմեռավ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հոп, պապե ջան, չես ուզում, չես օրենքի մարդկանց ունից անես։ Արի գնացինք։ Ես գիտեմ, որ հորս դուք եք տարել։ Վերադարձեք, եթե չեք ուզում ազգով տակով վերացնեմ ձեզ։ Սրանն է, որ էլ շարունակում է։ Այդ տղա, այ լակոտ խոսքերդ հավաքի։ Ունենք չլնի, որ այդ խոսքերիդ պատճառով զրկվես կյանքից։ Հորս մազը եթե ծռվեց, ես ամեն քայլի ունակ եմ լինելու, էդի լավ իմացեք։ Գնացինք։ Ես Յանան եմ։ Ես էլ Այդան եմ Դավիթի դայակը։ Վախ, ես գժվում եմ Դավիթից համար։ Գիտեք, չէ, եթե աշխատանքս չլիներ, ես էի պահելու հաստատի։ Աննա Բագրատովնան տանը չի։
Չէ։ Ես էլ համով սուշի եմ վերել։ Աննա Բագրատովնան տանը չի, բայց հեսա կգա։ Բայց ոնց որ հեռախոսը տանն է թողել Աննա Բագրատովնան։ Չէ, սա իմ հեռախոսն է։ Ինձ թվաց, թե ձյաձ Միքայելի նկարներ էկրանին դրված։ Հա, երեխայի համար էի դրել։ Դե որովհետև չեմ ուզում հոր եւ երեխայի կապը կտրվի։ Բայց դուք մի անհանգստացեք, այդ դժվար գործը ձեր ուսերին մի վերցրեք։ Աննա Բագրատովնան այն մայրերից է, որ հաստատ չի թողնի այդ կապը կտրվի։ Սուշի տանում սարները։ Որով իմ գոնջ, ոնց ես։ Հլա ասա տեսնեմ։ Քեզ էր ցույց տալիս այդ նկարը, թե իրան էր ցույց տալիս։ Այս աղջկանից պիտի զգուշ լինենք։ Դուք։ Այդ ասենք լավ բարեկները չէին գալի։ Կամ ինքներ քեզ սատկացնելու կամ դու իրան։ Հետո։ Հա, հետո ինչ։ Չլինի ուզում ես բանտեն գնես գողնստես ախպեր։ Չէ, ասա իմանանք էլի։ Այդ հերիքը դու շաշ խոսես էլի։ Ես դա սենց ասեմ, ընդհանրապես չեմ զղջում, որ դրան առել էի ոտերիս տակ։ Այդ առանց մտածելու քայլ անելու տեղը հորդ մասին մտածի, հորդ գտի։ Մի րոպե։ Յա։ Ալո։ Զանգել ես, պապ։ Յա, այդ տղա գծերը վառվեցին, ենքան զանգեցինք։ Պապիլը հարցրա ուր է, ինչ ա արել, որտեղ ա, թող տեղ ասի գնանք։ Ապե դե համբերելի խոսում ա։ Արա կարաս ինձ ասես ուր ես դու դրան ինչ արեցիր։ Ում մասին ես խոսում։ Ամուտում չգիտես ում մասին ա խոսքը, հա։ Դու գնացել ես այն գյադու հետևից։ Պապ ում մասին ես խոսում չեմ հասկանում։ Նենց հոգնած եմ, հիմա տուն եմ գնում, հաց ուտեմ, լողանամ ու քնեմ։ Միշտ ապի քնել։ Կգամ տուն ամեն ինչ կասեմ քեզ։ Ինչ տուն, մնա հիվանդանոցում առավոտը կերևամ։ Արա դու հոչ շաշ չես, ասում եմ վաղուց հիվանդանոցից դուրս եմ եկել։ Գնացել եմ տղիդ հետևից։ Ինչի՞, տղես ուր էր։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում, էլ ինքն էլ քո նման շատ զբաղված էր։ Մահացել, հա։ Մոյ խոշ։ Դավիթ ես։ Կարապի քեզ այունք։ Վայ, Յաներ ջան։ Բարև ձեզ Աննա Բագրատովնա ջան, ո՞նց եք։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Շատ լավ, ասացի կամ համ ես էի ձեզ շատ կարոտել, համ էլ ինձ ֆայն է կարոտը կառնել։ Լավ ես արել, շատ լավ ես արել։ Դուք կարող եք մեզ մենակ թողնել։ Ու ընդհանրապես կարող եք գնալ։ Աննա Բագրատովնան տանն է, երեխան էլ նայող ունի, հանգիստ եղեք։ Հայդա ջան, իրոք արդեն կարող ես գնալ։ Հա, դե ես գնամ պատրաստ։ Աննա Բագրատովնա, զգուշ եղեք էլի այս աղջկանից։ Ինքը շատ վտանգավոր է։ Է դու երբ հասցրիր հասկանալ, որ ինքը շատ վտանգավոր է։
Չգիտեմ ճիշտ եմ անում թե չէ, բայց եթե լռեմ ձեզ չասեմ, ինձ չեմ ների։ Ես որ եկա ներս, այդ աղջիկը ձեզ Միքայելի նկարներով էր տարված։ Կներեք։ Աննա Բագրատովնա, հասկանում եմ, որ հիմա շոկի մեջ եք։ Դուք երեխուն վերցրեք, նստեք, ես դուռը կբացեմ։ Գոհես, այս վիճակը քեզ բավարարում է, թե դեռ սպասելիքներ ունես։ Աննա Բագրատովնա, չհասցրեցի դուռը բացել, արդեն տան կենտրոնում է։ Ոչինչ, Յանա ջան։ Կներես, բայց պիտի քեզ խնդրեմ մի ուրիշ անգամ ինձ հյուր գաս։ Հա, խնդիր չկա, բայց վստահ եք, կարող եմ մնալ։ Չէ, դրա կարիքը չկա։ Լավ, Աննա Բագրատովնա, ամեն դեպքում հիշեք, որ մենակ չեք։ Կեսրուտ մեռավ, տեղդ լենցավ, հա։ Երկուց սպասել ավելացրել, Բեցի ջան։ Հենրին հաշ չի կերել։ Բեցի գործիք նայի։ Ոչ հիվանդանոցում են հաստվել, ոչ է քնչականում։ Հիմա դժվար է երկուց սպասք ավելացնել։ Դե պատմեք դնան ինչ կա։ Դու տղա ջան, դու պետք է պատմես, ոչ թե մենք։ Բաբի ինչ ես արել սոսի հետ։ Ինչ ես ընկեբաժին։ Քո երեսից։ Նույնիսկ։ Մենք գիտենք, որ դու մարդ ես ուղարկել սոսին գողանան։ Կարա լինի։ Արա, դրան ոչ ես սատկացրել։ Ցանկությունս մեծ էր։ Բայց այս անգամ բավարարվեցի մի երկու թանկ խորհուրդ տալով։ Ինչ խորհուրդ, պապա։ Ուր է ինքը հիմա։ Արա դու մինչև քեզ փորձանքի մեջ չգցես, չես հանգստանա։ Կարող է հաջորդ անգամ տանիդ հետ քեզ էլ տանեն փակեն։ Արա վերջի անգամ եմ հարցնում։ Ինչ ես ընկեբաժին։ Մորկուրիս տղու հետ իրար չհասկացանք, պապ ջան։ Ինչ էր ուզում քեզնից։ Օրն էր ուզում։ Կամ հատխոցը համել։ Վերջի հնարավորությունն է իրան տրված։ Եթե խելքը գլուխը չհավաքեց ու դաս չքաղեց, ջահել գնալու օր կողքը պարկի։ Կարող եք նստել սեղանի շուրջ, հեսա ես էլ կմիանամ ձեզ։ Հա, հասկացանք, Բեցի։ Մի երկու հատ էլ սենց ֆոկուս արեցի, ես ուղի կարող ապրնեմ թողմախի ճամպեն։ Ոչ ոք չի կարա հորս ու տողս կպնի ու անպատիժ մնա։ Թե որ սուս մնացի մտածում եք համարից։ Ինչ է զարմացած դեմքիս նայում։ Ամուսինը տարևանգել է իմ ամուսնուն։ Լիլիթ, ես գաղափար չունեմ դու իմը ինչի մասին ես խոսում։ Ամեն խրեշտակի աչքերով վրաս մի նայիր։ Դու ես իրենց միջև պատերազմի սկիզբը դրել, դու ես իրենց կռվախնձորը։ Հավատա, վաղուց արդեն տենց բան չկա։ Ես ոչ մեկի կյանքում կամ ոչ էլ մյուսի։ Հա, դու միշտ էպիկենտրոնում ես, իսկ երբ պատերազմը սկսվում է, անցնում ես ընդհատակ, բայց այս անգամ քեզ չի հաջողվի։ Դու պիտի ավարտես Սոսի ու Միքայելի միջև պատերազմ, Աննա։ Իսկ ես չեմ պատրաստվում իրանց գործերին խառնվելու։ Սոսը քո ամուսինն է, չէ՞։ Դե դու էլ պայքարի իր համար։ Իսկ Միքայելից ես արդեն հրաժարվել եմ։ Երևի ուզում էիր ասել Միքայելն է քեզնից հրաժարվել։ Հենց հիմա մենակ իմ երեխեքն են հուզում։ Հավատարիմ կնոջ կերպարից դուրս եկար, մտար հոգատար մոր կերպարի մեջ, Աննա։ Մտածի ինչ ուզում ես։ Ասեմ, բայց դու որպես մայրել ես պարտվել, դու որպես մայրել ես չստացված։ Ինչ կլինի, որ վերջապես փակես այդ կեղտոտ բերանդ։ Դու շատ լավ գիտես, որ ես իմ երեխեքին պաշտում եմ։
Հա, դու քո ուսոսի երեխային էլ էիր պաշտում։ Այո, ես իմ մահացած երեխուն էլ էի պաշտում։ Ու մինչև հիմա չեմ հաշտվում իր մահվան մտքի հետ։ Մանավանդ այս պահին, երբ որ հասկանում եմ դրա տակ ինչ-որ կեղտոտ գաղտնիք կա թաքնված։ Ու այդ գաղտնիքի կենտրոնում դու ես կանգնած։ Մահացած բուժքույրն ա կանգնած, Միքայելն ա կանգնած, ինչի՞ չէ, նաև երևի Սոսն ա կանգնած։ Նորից սկսեցիր քո ճղճիմ ենթադրությունները։ 1000 անգամ եմ ասել, ես բուժքրոջը գումար եմ տվել, որ Իսկ ես չեմ հավատում, որ դու բուժքրոջը գումար ես տվել մենակ նրա համար, որ ինձ ու Սոսին իրարից հեռու պահես։ կարող ես չհավատալ։ Եթե ձեզ թվում է, որ ես ձեռքերս ծալած նստելու եմ ու ոչ մի բան չանեմ, սխալվում եք։ Իմ հաջորդ քայլը Իրինայի տղային հանդիպելն ա լինելու։ Ճիշտ է, այսօր արխիվում գտած իմ նյութերը ինձ մի քիչ հիասթափեցրին, բայց այդ չի նշանակում, որ ես կանգ եմ առնելու։ Ես բացահայտելու եմ այս գաղտնիքը, որովհետև վստահ եմ, որ իմ երեխու հետ է կապված։ Ու ձեր բոլորի։ Մամ, չես հավատա, ինձ վատ եմ զգում ասեմ, բայց այդ խոսակցությունից հետո սկսել եմ այդ աղջկան ատել ուղակի։ Պետք չէր նրա հետ խոսակցության մեջ մտնել։ Բայց ես խոսակցության մեջ չէի էլ մտել, ընդհանրապես լսում էի իր վիրավորանքները ու պատասխանել չէի կարողանում տալ։ Բայց ինքը ով ա որ քեզ վիրավորի։ Ով ա որ ցավ պատճառի։ Ինձ ավելի շատ ցավ պատճառեց իր արած վերջին արտահայտությունը։ Ու առհասարակ ես Հենրիից էլ եմ շատ վիրավորված։ Նշանակում է, որ իրանք քննարկում են իմ անձնական կյանքը ու այդ աղջիկը իրան թույլ է տալիս ինձ ասի, որ գտնեմ իմ կենսաբանական ծնողներին։ Իսկ դու ասեր, որ դու ծնողներ ունես ու պետք չի ինձ գտնել։ Ես ու հավաքն ենք քո ծնողները։ Թե դու ուրիշ կարծիք ես։ Չէ, մամ։ Ինձ թե կտաս։ Անպայման։ Դե բարձրանամ վեր։ Մի արա, հեռու գնա։ Մի արա։ Չեմ ուզում։ Թող։ Ծածկվի կնա։ Թող Զավենիչ։ Մատաղ ունեմ քո համար անելու Սոս։ Ես եմ մատաղ անելու։ Թող սպասեն մեծ հարվածի։ Հիմա դու ոչ մեկի չես հարվածի։ Հիմա դու ոչ մի բան չես ձեռնարկի։ Դու բարեկամ ես թե թշնամի։ Ինձ լսի Սոս, մենք գնում ենք երկրից։ Վերադառնում ենք Մոսկվա միասին Սոս։ Գժվել ես Անտոն։ Դա է եղել քեզ ողջ թողելու պայմանը։ Շախունցը քեզ կենթանի ա թողել երկրից անելու պայմանով։ Ես լակոտ չեմ, որ ինձ հանես։ Ես հələ շախունցի քթից բերելու եմ։ Համեցի գնա, բայց այս անգամ քեզ էլ փրկել չի լինի։ Ես չեմ վախենում։ Վախենալ պետք չի։ Պետք է խելացի գործել ու զգուշորեն։ Խելացի մարդիկ նաև նահանջելու ձևը գիտեն։ Չեմ ուզում լսել։ Խելոք մարդիկ լսել գիտեն, լռել գիտեն ու նահանջել գիտեն։ Ու հետո նոր թափով վերադառնալ գիտեն։ Արի գնանք երկրից Սոս։ Հետո կվերադառնանք, հաստատ կվերադառնանք Սոս։ Ավելի ուժեղ ու կոնկրետ անելիքներով։ Ու այդ ժամանակ դու հաստատ շախուսների վրայով կանցնես։ Դա ես եմ քեզ ասում։ Հաղթելու համար երբեմն նահանջել է պետք։ Վատ է, որ քո մասին ու քո հետ պատահած դեպքերի մասին ուրիշներից եմ իմանում Հենրի։ Այդ պապս ա ուրիշ թե հերս։ Բառերիցս մի կարճի Հենրի։ Խնդրում եմ ինձ ասա, մինչև երբ ենք սենց ապրելու։ Սենց ոնց։ Իրար կողք քնելով, մի հարկի տակ ապրելով, բայց լրիվ օտար մարդիկ ենք։
Մենք պայմանավորվել էինք, որ մեր միջև Դու ինձ մի հիշացրու մենք ինչ ենք պայմանավորվել։ Հավատա ես ամեն վարքյան քո կողքը ապրելով այդ հիշում եմ։ Բայց նորմալ չի ըստ այդ պայմանի ապրելը։ Ինչի ես որոշել հիմա սկսես այս խոսակցությունը։ Որովհետև հոգնել են ֆարսի մեջ ապրելուց։ Ալո։ Հենրի, կարամ հասկանամ, քեզով ա թույլ տվել իմ անձնականը քննարկես Բեցիի հետ։ Այսինքն այն, որ Բեցին եկել էր ու ինձ խորհուրդ էր տալիս, որ գնամ գտնեմ իմ կենսաբանական ծնողներին ու ի դեպ քո օգնությամբ գնամ գտնեմ։ Ինձ ինչի է թվում, որ դու շատ ավելի գիտես ու չես ասում, Հենրի։ Անգել, Հա, լսում եմ, խոսա։ կասեմ, բայց հիմա չէ։ Հենրի, նորից եմ հարցնում, ինչ ես լռում։ Բարձրախոսը կարաս միացնես, թող Բեցին էլ լսի ինչ ենք խոսում, թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Ինչի համար ես դու պատմել իմ ընտանիքի մասին կամ անձնականի մասին Բեցին, կամ ինչի է ինքը ինձ գալիս ասում, որ ես գտնեմ կենսաբանական ծնողներիս ու հետո նոր անցնեմ ուրիշի ընտանիքներին։ Անգել, մենք կհանդիպենք ու այս թեմայի շուրջ կխոսանք, հիմա այս ամեն ինչը պետք չի հեռախոսով քննարկել։ Պետք է, Հենրի, ես երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը իմ ընտանեկան կարգավիճակը քննարկման դնի, այն էլ տենց ձևով, այդքան ստոր։ Անգել, հասկացա, որ դու սենց բորբոքված խոսում ես, դրանից ոչ մի բան չի փոխվում, ասեցի կհանդիպենք, կխոսանք։ Չէ, ինձ ուղղակի մի բան է հետաքրքրում։ Ասեցի վերջ։ Սենց հարցեր ենք պարզելու հեռախոսով։ Հա, որովհետև իմ համար շատ վիրավորական է, Հենրի, դու չգիտես ես ինձ ինչ վատ եմ զգում։ Անգել, հասկացա, արդեն 164-րդ անգամ եմ լսում ասածներդ, խուլ չեմ, լրիվ հասկանում եմ։ Ալո, Անգել։ Դու խելքդ իրոք թրցրել ես, ես ինչեր ես անում։ Ինչ որ պետքա վաղուց անեի։ Բեցի, դու լուրջ մտածում ես, որ մարդու ընտանիքը տենց լկտի ձևով քննարկման դնելը այդ նորմալ է։ Իրա պարագայում նորմալ է, ասեմ ավելին քիչ է։ Ոչ մեկի պարագայում նորմալ չի։ Դուց չի մտնում է դատարկ գլուխդ, որ դու քեզ տես չպետք է պահես։ Որովհետև այդ քո պահվածքի պատճառով ես եմ վատ իրավիճակներում հայտնվում։ Հա? Այդ որ Անգելինայի հետ թաքուն այգիներում հանդիպում եք, դա նորմալ է, չես մտածում ինչ եմ զգում, ինչ եմ ապրում, ու ինչից վերցրեցիր, եզրակացրեցիր, որ ես պետքա մտածեմ դու ինչ իրավիճակի մեջ ես հայտնվում։ Սենց ես շարունակելու։ Սենց եմ պատասխանելու, շարունակողը անընդհատ դու ես, Հենրի։ Բեցի, ես չեմ ուզում ինձ հիմա ավելորդություններ թույլ տամ, բայց խոսքերս լավ հիշի, քթիցդ եմ բերելու, այս խոսելաձևիդ ու պահվածքիդ համար, ու լուրջ եմ ասում, դու արդեն զզվելի ես դարել։ Զզվելի եմ հետս մի ապրի։ Ոչինչ, այդ օրն էլ մի օր կգա, հանգարց չմտածես, ու չմոռանաս հանկարծ, այս իմ տունն է, ու դու ես իմ այդ ստեղ ապրում։ Անգելինային կպա, սիրտը ցաված, հա։ Ես չես հասկանում, որ հարցը ստեղ Անգելինան չի։ Անգելինան է, ամեն պարագայում Անգելինան է, միշտ Անգելինան է։ Մենք մենակ իրա պատճառով ենք կռվում։ Մենք ուրիշ վիճելու թեմա չունենք, Հենրի։ Վայ Անգելինա, ես քեզ այդքան ասում էի, զանգելը սխալ է, դու չես լսում, ես դուրս եմ գալիս թեյի հետևից, դու մի անգամից վերցնում զանգում ես, ինչի համար, ինչի չես լսում։ Մամ հասկանում ես, որ ոչ ոք իրավունք չունի ինձ նման բան ասելու։ Ու առհասարակ ինչքան ցածր պետքա լինես, որ մարդու ընտանեկան կյանքը, ծնողների հետ կապված թեման բարձրաձայնես ու իրան փորձես դրանով ահաբեկել կամ էլ ինչ-որ բաներ հասկացնել։ Թե այն էլ չեմ ուզում։ Բայց նոր ուզում էիր։
Դե հիմա չեմ ուզում, ման փոշմանեցի։ Անգելինա, դու ինձ գժի տեղ ես դրել։ Վայ, մամ, դե լավ էլի։ Ինչը վայ, ես հասկացա, դու ինձ ասիր գնա թեյ բեր, որ շուտ վերցնես զանգես Հենրիին։ Ինչի համար։ Լավ եմ արել, մամ, թող իրա կնոջ սանձերը քաշի։ Ոչ ոք իրավունք չունի իմ հետ տենց խոսալու, ես ինչ եմ արել։ Ու առհասարակ ոչ ոք իրավունք չունի իմ ծնողների հետ կապված ինչ-որ բաներ ասելու կամ ակնարկելու։ Անգելինա, պապատ մի հատ շատ լավ սուր դանակ ունի։ Արի բերեմ, դուրս արի գնա հարցերը լուծի։ Մի անգամից գործ է անցի, տենց վատ է, ոչ թե զանգի, այլ դանակով գնա հարցերդ լուծի։ Մամ, ինչ ես խոսում։ Ասում ես լավ եմ արել, դու լավ ես արել։ Ինչքան կարելի է, ես ասեմ, դու չլսես, հերդ ասի, դու չլսես։ Քեզ թվում է դու հիմա հաղթանակած ես դուրս եկել։ Հերին հիմա գնալու է, բեցի հարցերը լուծի, ասի, ինչի ես Անգելինայի հետ նման ձևով խոսել։ Դու ես պարտված, ոչ թե բեցին։ Մամ, ինչ ասեմ, թող վերցնի դրոշակը, տնով մեկ վազի։ Լավ էլ բան մի ասա։ Ուղղակի մեկ-մեկ ինձ պետք է լսես։ Մայրդ եմ, ես թեյնը խմի։ Չեմ ուզում, մամ։ Ոայ Աստված իմ, դու ինձ ինֆարկտ ես ուզում հասցնես։ Տեղից էլ այնքան նյարդայնացած եմ, գոնե դու մի սկսի, հա կլինի։ Վերջ, էլ ոչ մի բան չեմ ասելու։ Ինչ քեզ ասած, ինչ ես պատին ասած։ Մեկա չես լսում։ Դե բեցին քիչ ա վիրավորել։ Մի քիչ էլ դու վիրավորի, որ օրվա պլանը համարեմ կատարված։ Լավ դե վերջացրա, մի շարունակի։ Չես ուզում, ես կխմեմ։ Իրար կերեք եմ այլ ջուր ես կամում որքուն գնա։ Ես դեռ համբերում եմ։ Ինչին ես համբերում։ Ստորացումներին, վատ վերաբերմունքին։ Եկեք չթվարկեմ էլի, այնքան շատ են։ Ուրա Հենրին։ Գնաց Անգելինայի մոտ։ Հա, տենց զարմացած մի նայեք։ Մեր հարաբերությունները նոր էտապ անցել։ Հենրին էլ ոչ մի բան չի թաքցնում։ Սենյակից դուրս է գալիս, Անգելինայի հետ է խոսում։ Բայց չի հասկանում, որ այս տան պատերը ու դռները շատ բարակ են, կամ էլ հասկանում է, դիտավորյալ է անում, որ ես ինձ ավելի ստորացված կամ։ Մի օր սերը խեղտելու է ու չի դիմանալու, Անգելինային պատմելու է, որ Աննայի աղջիկն է։ Ինչ ասացիր։ Որ Անգելինան Աննայի աղջիկն է։ Արդեն ավելորդ բաներ ես խոսում։ Ասում եմ ինչ որ Հենրին է ասել։ Կարծում եմ ժամանակն է, որ դուք էլ Հենրին հեռու պահեք Անգելինայից, թե չէ ես եմ մենակ պայքարի մեջ։ Ու չգիտեմ ինչի է Աննայից գախնի պահում այդ փաստը, բայց կարծում եմ դրա համար լուրջ պատճառներ պետք է լինի։